Չկա այնպիսի հաղթող զորություն, ինչպիսին խոսքի հայտնությունն է, որովհետև դուք կարող եք որոշել, թե երբ է դա տեղի ունենում և որտեղ է դա տեղի ունենում։ Այս վեմի վրա դուք հաստատվում եք, ուստի դուք կարող եք վստահ լինել, որովհետև խոսքը չի կարող հուսախաբ անել, և դուք գիտեք, որ խոսքը կազմված է այնպես, որպեսզի ձեզ համար բացահայտի Աստծո ծրագիրը, բացահայտի ձեր տեղը Աստծո ծրագրում, բացահայտի, թե Աստված ինչպես է պատրաստվում բավարարել իր զավակների կարիքները։ Ահա թե ինչու են այս օրինակները կրկնվում Աստվածաշնչում։ Այսպիսով, ինչ վերաբերում է հիմա ինձ, ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ հենց բաբելոնական թագավորն է կառավարելու աշխարհը։ Չորրորդ կայսրությունն է կառավարելու աշխարհը, ոչ թե երրորդ կայսրությունը, առաջին երեքը անհետացել են, նրանք վերածնվելու պատճառ չունեն, իսկ ահա չորրորդ կայսրությունը կունենա, ոչ թե Ամերիկան է կառավարելու աշխարհը, ոչ թե Ռուսաստանն է կառավարելու աշխարհը, ոչ թե Չինաստանն է կառավարելու աշխարհը, նրանց մասին նման մարգարեություններ չկան։ Ուստի, երբ Աստված տեղավորում է այնտեղ ուժերը և ցույց է տալիս ձեզ, թե նրանց ինչ դեր է վերապահված, ահա թե ինչու մարգարեն ասաց՝ մի մտահոգվեք Ռուսաստանի համար, նա ասաց, նա գործիք է Աստծո ձեռքում, նա գործիք է Աստծո ձեռքում, որպեսզի պատժի, դա Աստծուն վրեժխնդիր լինել Հռոմի կողմից սպանված միլիոնավորների համար, որտև նրա մեջ գտնվեցին սրբերի և նահատակների արյունը։ Հասկանում եք, ուստի երբ դուք գիտեք ազգերի մարգարեության մեջ, դուք գիտեք, թե Աստված ինչ է ասել այդ ազգերի մասին, դուք տեսնում եք, թե Աստված ինչ է ասել այն մասին, թե ինչպես տեղի կունենա նրանց ոչնչացումը, նա մեզ ցույց տվեց Ամերիկայի ոչնչացումը, նա մեզ ցույց տվեց Ռուսաստանի և մյուսների ոչնչացումը Արմագեդոնի պատերազմում, չէ՞ որ երբ Քրիստոսն իջնի, մի մոռացեք այս աշխարհի բոլոր թագավորությունները, որոնց համար նրանք կռվում են, դառնալու են մեր Տիրոջ և նրա Քրիստոսի թագավորությունը, դրանք անցնելու են Հիսուսի իշխանության տակ, և նա կառավարելու է ազգերին երկաթե գավազանով, հասկանում եք։ Այնպես որ երբ մենք նայում ենք խոսքին և տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենալու, տվյալ պահին ձեզ կարող է թվալ, թե դա այդպես չէ, ընդ որում լրատվամիջոցները հիմա անդադար օգտագործում են քարոզչություն, որպեսզի վերահսկեն մարդկանց և քնեցնեն նրանց ինչով պատահի։ Ահա թե ինչու